ալարկոտ խաղ շատ հոգնած մայրիկների համար։ Առաջին, գտիր և ցույց տուր։ Խնդրեք ձեր բալիկին գտնել և ձեզ բերել օրինակ որևէ կարմիր, կլոր կամ փափուկ իր։ Խաղից ստացված օգուտը երեխայի համար ուշադրության կենտրոնացումն է և իրերի տեսակավորման հմտության ձևավորումը։ Երկրորդ, հորինիր պատմություն։ Դուք ինքներդ սկսեք որևէ պատմություն, օրինակ, կար-չկար մի փիսիկ կար, որը ապրում էր կամ որը սիրում էր և դադար տվեք, ապա խնդրեք երեխային շարունակել այդ պատմությունը։ Խաղից ստացված օգուտը երեխայի համար երևակայության և խոսքի զարգացումն է։ Երրորդ, ինչ ես լսում։ Փակեք աչքերը և լսեք ձեր շրջապատի ձայները։ Օրինակ, եթե տանն եք գտնվում, ապա այդ ձայնը կարող է լինել ժամացույցի թխթխկոցը կամ օրինակ բակից լսվող աղմուկը։ Եթե այգում եք, ապա դա կարող է լինել թռչունների դայլայլը։ Եվ օրինակ, եթե ընտանիքով գնացել եք պիկնիկի անտառ, ապա այդ ձայները կարող են լինել անտառային հրաշալի հնչյուններ։ Խաղից ստացված օգուտը երեխայի համար լսված ձայների տեսակավորումն է։ Այսինքն, եթե գտնվել եք այգում և լսվել է որևէ թռչունի ձայն, ապա կարող եք օգնել երեխային հասկանալ, թե ինչ ձայն է լսել, օրինակ, ագռավի ձայն է լսել, սոխակի դայլայլ է լսել, թե փայտփորիկի ձայն է լսել։ Չորրորդ, կռահիր, թե ինչ է ձեռքումս։ Ձեր ձեռքերում պահեք որևէ մանր իր և խնդրեք երեխային կռահել, թե ինչ եք պահել դուք։ Խաղից ստացված օգուտը երեխայի համար տրամաբանության և բառապաշարի զարգացումն է։ Հինգերորդ, նկարում ենք մատիկներով։ Մեկդ մյուսի թիկունքին մատներով նկարեք պարզագույն պատկերներ, թվեր, իսկ եթե երեխան տառաճանաչ է, ուրեմն նաև տառեր։ Խաղից ստացված օգուտը երեխայի համար շոշափողական ֆունկցիայի զարգացումն է և իհարկե հաճելի մերսումը։ Եթե խորհուրդները ձեզ դուր եկան, կխնդրեմ հավանել այս տեսանյութը, թողնել մեկնաբանություններ։ Ես ուրախ կլինեմ ծանոթանալ ձեր կարծիքներին, ինչու ոչ, նաև առաջարկներին։ Բաժանորդագրվեք Երազ TV-ի YouTube-յան ալիքին։ Այստեղ դուք կգտնեք բազմաթիվ ուսուցանող նյութեր ծնողավարության, երեխաների խնամքի և դաստիարակության մասին, ինչպես նաև հետաքրքիր լայվ խաղեր և շատ ու շատ հեքիաթներ։